Խնդրում եմ, էլի 2019-ը շատ կարևոր է։ Ինչքան խոսում եք, այնքան խանգարում եք, որ բոլորը կարողանան խոսալ։ Պարոն Փաշինյան, խնդրում եմ։ 2019 թվականին եղածը շատ կարևոր է հասկանալու համար, թե այս իշխանությունը ոնց է բանակցում հիմա։ 2019 թվականին իրանք ինչ են արել։ Վերջին 3 րոպեն ավելացրու։ Տապալել են բանակցությունները, այն ձայնագրության մեջ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստում է գնա իրան գժիտեղ դնի, եւ հիմա դրա հիման վրա պատկերացնենք, թե իրանք հիմա ինչ են անում, ինչ են անելու ապագա բանակցություններում, եւ երբ ասում են Սերժ Սարգսյանը մեզ փակուղի է թողել ժառանգություն, տրամաբանական հարց առաջանում, լավ, հասկացանք թողելա փակուղի։ Դուք ինչ եք արել այդ փակուղին հաղթահարելու համար։ Ընդհակառակը այդ փակուղին էլ ավելի եք խորացրել։ Գնացել եք, ասել եք Արցախը Հայաստանը եւ վերջ, Աղդամը մեր հայրենիքն է։ Պարոն Փաշինյան, մյուսներին է ժամանակ տանք։ Եվ փակուղին դարձրել եք անդունդ։ Պարոն Վարդևանյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Իրականում մի քանի հանգամանք կարծում եմ պետք է որ մեր հայրենակիցները վերհիշեն։ 2020 թվականին կառավարության նիստի ընթացքում նույն Նիկոլ Փաշինյանը այն աստիճան ինքնասիրարված կամ անպատասխանատու մոտեցում ուներ, որ ասում էր մի հայտարարությամբ հեղափոխություն կանեմ Ադրբեջանում։ Կամ երբ տարիներ անց, երբ արդեն ունեինք հազարավոր զոհերը, հայտարարեց, որ կունենայինք նույն պատկերը, այնինչ ունենք այսօր, պարզապես առանց զոհերի։ Բայց ես ճիշտն ասած այս քննարկման ձևաչափում, քանի որ հնչեցվեց միտքը, որ դիվանագիտական նրբությունները այդքան էլ հաշվի չեն առնվում, իսկ օրինակ դիվանագիտական նրբությունների տեսանկյունից, երբ 2023 թվականի սեպտեմբեր ամսին ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի արտաքին գործերի նախարարը խոսում է Արցախում տեղի ունեցող էթնիկ զտման մասին ու իրեն հակադարձում են նույն այդ նախարարի գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունով։ Օրինակ դա դիվանագիտական նրբության Պարոն Միրզոյան, խնդրում եմ։ Նախ շարունակելով նախորդի հնչեցրածս, ես շատ զարմացած եմ Էդմոն Մարուքյանի կուսակցության դիրքորոշումից, ով Էդմոն Մարուքյանը մասնակից ա եղել ինչ-որ փուլում այս համաձայնագրի բանակցություններին, իմ գլխավորած պատվիրակության կազմում եկել նստել է կողքս, մասնակցել է հանդիպմանը, մասնակցել է հայկական թիմի ներքին քննարկումներին եւ ելի ոնց հասկանում եմ աշխատանքից ազատվելուց հետո դժգոհություն առաջացել հաստատի ազատվել աշխատանքից դուրս եկե որովհետեւ գուցե մի քիչ ավելի հարգանքով վերաբերվեք մեր ընտրողներին ինչ վերաբերում է պարոն Վարդևանյանի բարձրացրած հարցին այդտեղ ընդհանրապես հակասություն չկա ըստ էության գուցե պարոն Վարդևյանը լավ չի հասկացել երկու տեքստերը լավ չի հասկացել լսարանները լավ չի հասկացել իրավիճակները Ես ասեմ, էլի պետք է արձագանքել Էդմոն Մարուքյանը Տիկին Ադամյան, մի վարդ Էդմոն Մարուքյանը աշխատանքից դուրս եկել այն ժամանակ, երբ որ այս իշխանությունը տեսել է, որ չի պահում կարմիր գծերը եւ պատրաստվում է ամեն ինչ հանձնել, գնալ միակողմանի զիջումների։ Էդմոն Մարուքյանը այդ պաշտոնին նշանակվել է, որպեսզի պաշտպանի Հայաստանի տեսակետները, բայց երբ որ տեսել է, որ իրանք Հայաստանի տեսակետները չեն պաշտպանում, մանր ինտրիգներով են զբաղվում։ Ժամանակը լրացավ մի վարքյան։ Հիմա Անահիտ Ադամյան, ձեր հարցը, Տիկին Ադամյան, Հանրապետություն կուսակցություն 30 վարքյանն եք ու մեկ ուղում։ Ես կարծում եմ ով է աշխատանքից ազատվել, ով է։ Տիկին Ադամյան, ձեր հարցը։ Չենք շարունակում նախ։ Շարունակում ենք, որովհետեւ ես պարտադիր պետք է ասեմ։ Չէ, պարտադիր դուք չպետք է ասեք։ Տիկին Ադամյան, ներողություն։ Սրանից ձեր հարցից հետո եւս 3 րոպե լինելու է, այդ ժամանակ կարող եք արտահայտել։ Բանավեճը տանել Տիկին Ադամյան, մենք փորձում ենք հիմա դե ժամանակից է գնում։ Տիկին Ադամյան։ Ձեր հարցը ձևակերպեք։ Մի րոպե կանգնեցրեք Տիկին Ադամյանի ժամանակը, երևի լավ չենք բացատրել։ Տեսեք, հիմա դուք 30 վայրկյանում ձեր հարցը տալիս եք ում ուզում եք, այդ հարցից հետո եւս քննարկում ունենալու ենք եւ դուք առաջնահերթություն եք ունենալու որպես հարց հնչեցնող։ Այդ ժամանակ կարող եք խոսել։ 30 վայրկյան։ Բայց այդ պարագայում կարծում եմ հավասարությունը պիտի ապահովի, որպեսզի բոլորը կարողանան։ Խոսեք վերջապես հարցը կտակ թե չէ։ Այո, 30 վայրկյան։ Միանշանակ հարցը կտամ։ Տվեք, ում Ես ուզում եմ հարցը ստալ պարոն Վարդևանյանին։ Եվ ուզում եմ հիշեցնել ամենայն դեպս ուժեղ Հայաստանի հիշատակած 1.5 միլիոն ցեղասպանության զոհերի մասին, 1.5 միլիոն ընտրողների մասին, 300,000 փախստականների, 300,000, չգիտեմ, Ադրբեջանից Հայաստան եկող փախստականների, 300,000 աշխատատեղերի մասին։ Արդյոք այդ թվերի մոգության մեջ չեք խառնվում, ի վերջո Հայաստանի Հանրապետությունից ինչ է ուզում ուժեղ Հայաստանը։ Ինչ եք ուզում Հայաստանից։ Մեկ րոպե։ Ուզում ենք վերջ տալ այն խայտառակության դարաշրջանին, որը կա այսօր, ուզում ենք, որ իրականում Հայաստանի Հանրապետությունը լինի ուժեղ,
ունենա իրական խաղաղություն, ունենա նոր 300,000 աշխատատեղեր, ունենա հարկային բարեփոխում, չունենա 30,000-ից ավելի թեր սնված մեր հայրենակիցների, այլ ծայրահեղ աղքատությունը վերացված լինի, ունենա իրական հարաբերություններ մեր Սփյուռքի հետ եւ իրականում բացառի ոչ թե փախստականների, դրանք չեն կարող լինել փախստական, այլ որևէ մի 100 կամ 1000 կամ 300,000 ադրբեջանցու փորձը գալ բնակվել Հայաստանի Հանրապետությունում, որի վերաբերյալ իդեպ ես վստահ եմ, որ պետք է հակադարձում անի ամեն ինչը շատ լավ պատկերացնող Արարատ Միրզոյանը, ով հենց նույն օրինակ 2021 թվականին հարգելի գործընկեր խոստանում էր, որ ապագա կա Արցախում։ Մենք հիմա տեսնում ենք այդ խոստման կատարումը 2026 թվականի հունիսի դրությամբ, եւ այդ նույն տրամաբանությամբ էլ վստահ եմ հակադարձությունները պետք է լինեն, բայց ուժեղ Հայաստանը լինելու է։ Այդ հարագայում ինչի վրա է ձեր վստահությունը հիմնված, որ դուք կարողանալու եք խորհրդարանում մեծամասնություն ունենալ եւ կարողանալու եք մի մարդու, որ երրաքաղաքացի է, Շնորհակալ եմ բազում արձագանքել։ ընթացակարգեր խախտելով դարձնել Հայաստանի Հանրապետության վարչապետ, առավել եւս ժամանակն է գնում, ես հարցը արդեն Սա բոլորի ժամանակն է։ Բայց սա իմ հարցը ես դեռ չեմ ավարտել։ ներողություն։ Առավել եւս այն պարագայում, որ ուժեղ Հայաստանի ամենայն դեպս ներկայացված բոլոր տեսակետների, բոլոր առաջարկների, բոլոր ծրագրերի հիմքում ընդամենը մեկ հարց է, դուք քաղաքական բովանդակություն իբրև կուսակցություն չեք ներկայացնում, դուք ներկայացնում եք ֆինանսներ եւ կարծում եք, որ ֆինանսների հիման վրա հնարավոր է լինել իշխանություն։ Մենք ունենք այն համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետությանն ինքնիշխանության տեսանկյունից առաջնային հարցը մեր հայրենակիցների բարեկեցության հարցի լուծումը։ Այն հարցը, որը 8 տարվա ընթացքում ոչ մի կերպ չի լուծվել, ավելի վատթարացել է։ Իսկ ինչ վերաբերում է վարչապետի տեխնացուին, այո, մեր վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանի որպես վարչապետ այլևս պաշտոնավարելու տեսանկյունից կա սահմանադրական խոչընդոտ, որի մասին առաջինը խոսել է հենց քաղաքացիական պայմանագիրը 18 թվականին, 20 թվականին, այնուհետև չի խոսել, որովհետև Սփյուռքի հետ հարաբերությունները տապալել է, այդ ժամանակ էլ ձեռնտու չէր դրա մասին խոսելը։ Մենք այդ խնդիրը միանշանակ լուծելու ենք եւ այո, ունենալու ենք Հայաստան, քանի որ մեր հայրենակիցներից այդ հետադարձ կապը հասկանալի է մյուսներին ժամանակ թողնել։ Շնորհակալ եմ։